Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում, այս բան ես զրուցել եմ քաղաքական գործիչ Արև Վարդանյանի հետ, շնորհակալ եմ պարոն Վարդանյան մեր հավերնացնելով։ Շաբաթում ավարտվեցին ընտրությունները, ակնկալվում էր, որ հավաքական ընդդիմությունը կհաղթի, չստացվեց, իշխանությունը 48% ստացավ եւ կարողացավ վերցնել քաղաքային իշխանությունը։ Ձեր գնահատականները նախընտրական process-ի, ընտրական գործընթացի, արձանագրված արդյունքների եւ ընդհանրապես ընդդիմության աշխատանքի մասին խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրոք շատ կարևոր է ճիշտ վերլուծել այն ինչ տեղ ունեցավ շաբաթում, որևէ դեպքում պանիկայի մեջ չեն գնել, որովհետեւ Facebook-ում նկատում եմ տարբեր այսպես կոչված ընդդիմադիրներ սկսել են այն նարատիվը, ասում էիք ընտրություններով հնարավոր է բան, ես այն մարդկանց եմ, որ պնդում եմ, որ այո, հնարավորությունը կա ընտրություններով Նիկոլի ձերբազատվելու եւ ինձ համար իշխանությունը դա եւս մեկ փաստարկ է ապացուցելու, որ հնարավոր է Նիկոլին հաղթել ընտրություններով։ Ինչպես։ Դեդ այն ինչ որ տեղի ունեցավ իշխանությունում շատ հետաքրքիր էր մի քանի դրվագով։ Առաջինը ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր գործիչը հաղթանակ դաշինքը իդեմը Սևակ Խաչատրյանի թիրախավորվում էր բոլոր այդ մերձ իշխանական եւ իշխանական տարբեր մարդկանց կողմից այն բանով, որ ասում են, սա Քոչարյանի մարդն է, ընդ որում Սևակ Խաչատրյանը չէ, ամենտեղ բոլոր հարցազրույցներում գրեթե անընդհատ չէր թաքցնում դա եւ շեշտում էր, այո, ես նախագահ Քոչարյանի թիմի անդամ եմ։ Եվ այդ ամենը հաշվի առնելով, թեպետ նրան, որ իշխանությանը թվում էր, թե դրանով իրանք խփում են այս տեխնացուին, այս տեխնացուն հավաքեց շուրջ 30% քվե։ 32%։ Սա շատ կարևոր բան է, այսինքն սրանով մենք նախ եւ առաջ պետք է փաստենք ինչ, որ այսպես կոչված նախկին ներկա բազարը, կներեք բառը համար, այլևս ժողովրդի վրա չի ազդում։ Սա մեկ, սա ակնհայտ է, որտեղ մենք հիմա ունենք գրանցված արդյունք, որ մարդը, որ ակնհայտորեն դիրքավորվել է որպես Քոչարյանի թիմի անդամ, որպես Քոչարյանի աջակից հավաքել է ընդդիմադիր դաշտում ամենաշատ ձայները։ Երկրորդը պետք է վերհիշենք նաև, որ Գյումրի ընտրությունների ժամանակ կարծես թե նույնը անում էր հիմա ապօրինի կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյան, որը ակնհայտ ասում էր, որ այսպես ասենք սիմպաթիա ունի նախագահ Քոչարյանի ղեկավարման տարիների նկատմամբ եւ կրկին հավաքեց ամենաշատ քվեն ընդդիմադիր դաշտում։ Սա պետք է բոլորը գիտակցեն, որ անխուսույթ է, որ նախագահ Քոչարյանը կամ իր ղեկավարած ուժը չի կարող պայքարել ընտրության համար, այլևս հոդս է ցնդում եւ դա ապացուցվում է վերջին ընտրություններով։ Մի այլ հարց է, որ չստացվեց կրկնել օրինակի համար Գյումրիի սցենարը, ինչու՞։ Որովհետև բազմիցս քո այդ խոսակցությունների ընթացքում ես ասել եմ, որ ընդդիմության մեջ գտնվող ուժերը ոչ թե պետք է իրար դեմ պայքարեն եւ իրար մեջ պայքարեն, այլ ամեն մեկը աշխատի իր վարկանիշի վրա։ Եվ սա 2026-ի ընտրություններին ընդառաջ լինելու է ամենակարևոր ֆակտորը։ Արդյոք ընդդիմության մեջ ի հայտ կգան նոր ուժեղ ուժեր։ Հիմա եթե մենք գնանք այդ նախագահ Քոչարյանի վերջի ասուլիսին, ապա նա շատ հստակ ասեց հետեւյալը, որ դաշտում կա երկու խոշոր խաղացող Հայաստան դաշինքը, իդեմս նախագահ Քոչարյանի եւ մեր ձևով շարժումը իդեմս Սամվել Կարապետյանի, որը ցավոք սրտի իշխանությունների ընտրություններին չհասցրեց մասնակցել, կարծում եմ, որ դեռևս գտնվում են։ Հիմա այդ առումով արդարացի դժգոհություն կա, ասում են նախագահ Քոչարյանը ասում է խոշոր ուժեր ենք մենք, Հայաստան դաշինքը հասկանալի է։ Խորհրդանական ընտրություններին է մասնակցեց վաղարշապատի ընտրություններին, ընդ որում խորհրդանականից 10-11% ավել ձայն ստացավ, ինչով է ապացուցված, որ մեր ձևովը երկրորդ ամենամեծն է։ Փոխարենը ներողություն։
Փոխարենը տեսեք, եւ վաղարշաբաթի ընտրություններին եւ Գյումրու ընտրություններին մասնակցեց Մայր Հայաստանը եւ այո, ահռելի տոկոսներ չստացավ, բայց որպես նոր ուժ ցույց տվեց, որ կենսունակ ուժ է։ Այո, Հիմա այդ արդարացի հարցին ի պատասխան ինչ ունեք ասելու։ Ինչու է մեր ձևովը համարվում երկրորդ ուժը։ տեսնակ եւ առաջ գոյություն ունեն Զուտ Սամվել Կարապետյանը որ շատ փող ունի դրա համար։ ոչ, գոյություն ունեն տարբեր սոցիոլոգիական հարցումներ, որոնց ես ծանոթացել եմ, համաձայն որոնց Սամվել Կարապետյանը իրոք, եթե քաղաքական հայտը արդեն իրավաբանորեն ձևակերպի, այս պայդրությամբ ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների երկրորդ տեղում է։ Ինչ վերաբերվում է դաշինքի անունը մոռացա, որը Մայր Հայաստան դաշինքին, տես գովել է, որ թե Գյումրի ընտրությունների ժամանակ, թե այս վերջին ընտրությունների ժամանակ հաղթահարել է Շեմը, բայց իմ խորհուրդը կլինի այն, որ պետք է աշխատել ոչ թե միայն Շեմը հաղթահարելու վրա, այլ փորձել առնվազն 10%-ի Շեմին հասնել։ Դա խոսալու բան է, դա պետք է միացնության շնորհիվ լինի, օրինակի համար տես, կրկին մենք ունեցանք ձայների փոշիացում վաղարշաբաթում, մի քանի տարբեր կուսակցությունների պատճառով ընդդիմությունը ավելի քիչ քվե հավաքեց։ Հիմա սա ցուցիչ է, որի մասին ես բազմիցս ասել եմ, որ ընտրություններից առաջ պետք է բոլոր ընդդիմադիրները հավաքվեն, իրականացնեն սոցհարցում եւ տեսնեն, ով չի անցնում, պետք է չմասնակցի այդ ընտրություններին, որովհետեւ մասնակցելով խաղում է Նիկոլի խաղը, որովհետեւ Նիկոլը ի վերջո այդ փոշիացած ձայների մեծ համոզելով չի, դա այդ ամեն ինչը պետք է հրապարակային արվի, Բորիս ջան։ Ես կասկածում եմ, ընդդիմադիրները պետք է հավաքվեն իրար հետ մեկ սեղանի շուրջ, այն ուժերը, որոնք իրանց դիրքավորում են որպես ընդդիմադիր, իրար հետ գան համաձայնության, որ ընտրում ենք ինչ-որ կոնկրետ կազմակերպություն, թող նեյտրալ կազմակերպություն ընտրեն, իրականացնեն։ Այո, արի 3 ուժի անուն տանք, Հայրենիքը, Ազատ դեմոկրատներ, չնայած ես իրենց ընդդիմություն չեմ համարում, դա նիկոլական պրոյեկտ է, եւ այնտեղ մի ուժ էլ կար 2.քանի% ստաց։ Հիմա լավ, Հայրենիքն ու Ազատ դեմոկրատները արի վերցնենք 3.8, 3.6% են ստացել, անցողիկից 0.4 էր, պակասում 0.2։ Հիմա ոնց ես դու մարդկանց համոզելու, որ իրենք այդ 0.2-ը չեն կարողանում հաղթահարել։ Կամ ինչու պիտի համոզես։ Մարդիկ ասում են քաղաքական process-ը մենք էլ ենք մասնակցում։ Տես, Բորիս ջան, կրկնում եմ, սա ուղղակի քաղաքական իրավիճակ չի։ Սա քանդվող, կործանվող երկիրը փրկելու նախերգանքն է։ Հիմա այդ ընթացքում կրկնում եմ, պետքա բոլորը իրար հետ խաղան արդար։ Եթե անարդար չէ, ռոմանտիզմ ընդհանրապես չկա։ Նորից եմ ասում, պետք է հավաքվեն սեղանի շուրջ այն կուսակցությունները, որոնք հավաքվում են մի պարագայում, երբ որ դու բոլորի շահերը սպասարկում ես։ Այսինքն ասում ես դու չես մասնակցում ընտրությունների, բայց կա երկու խոշոր բլոկ, առաջարկում ենք, այսինքն 4%-ի պարագայում ինչքան կստանայր, քանի մանդատ կստանայր, արի մենք այսքան տեղ տալիս ենք քեզ։ Ես դա չեմ էլ բացառում։ Ասում պետքա շահեր սպասարկեն, ես դա չեմ բացառում, հակառակը ես ասում եմ, որ այն ուժերը, որոնք կասկածի տակ է իրենց շեմը անցնելը, պետք է միավորվեն։ Իմ առաջարկը հենց դա է, որ պետք է այս քաղաքական դաշտում լինեն միավորումներ, որոնց շնորհիվ այդ բոլոր ուժերը կանցնեն։ Ընդ որում կրկնում եմ, եթե մենք վերադառնում ենք նախագահ Քոչարյանի ասուլիսին, ապա ակնհայտ է դառնում, որ այդ մարդը ճիշտ գնահատական էր թվում, որ այո, այսօր ամենախոշոր ուժը հենց Հայաստան դաշինքն է, իդեմս այսօր բանում իջմիածին հասկացա, բայց ընտրական process-ով մեր ձևովի խոշոր լինելը ապացուցված չի։ Ընտրական process-ով ոչ, սոցիալական հարցումներով, այո, ընդ որում ընտրական process-ով մենք դեռևս չգիտենք։ Արդյոք օրինակի համար իրենց ընդհանրապես թույլ կրվի գրանցել կուսակցություն, դա էլ չգիտենք։ Բայց նաև մի դիտարկում, Բորիս ջան, որ շատ կարևոր է, ցանկացած ընտրական process ինքը ունի իր կանոնները, որոնց մեջ նաև այսպես կոչված call to action կա, հա, որ պետք է անընդհատ դիմել ժողովրդին գործողություն կատարելու։ Սա մարքեթինգի կանոն է, որ ցանկացած, այսպես ասենք, ռեկլամում պետք է լինի call to action, որ դու մարդկանց ստիպես գործողություն անել։ Հիմա այդ գործողություն անելը օրինակի համար մեր ձևով արել էր flash mob, որ դիմում էին ժողովրդին, որպեսզի ընտրեն ընդդիմադիր որևէ դաշինք կամ կուսակցություն։ Ես համարում եմ, որ դա սխալ էր, որովհետև call to action-ը պետք է ունենա կոնկրետ թիրախ։ Դու չես կարող մարդուն ասես, գնա ընտրի ընդդիմադիր, որովհետև սա իրականություն է։ Ասում, եթե բանը գոնե 2-3 ուժի անուն կարող էին տալ։ Ոչ թե 2-3, ես կարծում եմ, որ պետք է կոնկրետ մի ուժ տալ։ Չէ, նայ, երբ որ դու կոնկրետ մի ուժի անուն ես տալիս, չէ, քարոզչական իմաստով ես կարծում դա սխալ էր։ Չէ, ճիշտ է։ Ասեմ ինչու։ Երբ որ դու օրինակ ես գիտեմ որ ուժի անունը կուզեիր որ տային, չէ, ինձ մեկ ասեք լավ, տալիս են հաղթանակ դաշինքի անունը։ Եվ վերջ իրանք արդեն դառնում են քոչայանական ուժ։
Դες Սա վատ չի կամ լավ չի, սրա մասին չի խոսք, բայց իրենց որպես առանձին պրոյեկտ ճակատագիրը կասկածի տակ էր հայտնվել։ Քարոզչական դաշտում իշխանություն դա օգտագործել։ Այլ բան, որ կարող էր օրինակ բանը մեր ձևով շարժումը հայտարարել։ լավ գոնե մի քանի ուժ։ Այդ եմ ասում, ասենք 2-3 ուժի անուն տար, որոնք վստահաբար չէին Եւ ոչ համագործակցի միայն իրանք, ՔՊ-ի հետ, ասեն սիրելի ժողովուրդ, մենք չենք կարող մասնակցել այս ընտրությունին, բայց այս ուժերը մենք վստահ ենք, որ ընդդիմադիր են, ձեզ չենք ուղղորդում իրենցից որ մեկին ընտրել, գնացեք, ընտրեք ձեր ճաշակով։ Հիմա այստեղ անելիք է։ Երկրորդը ես կարծում այնուամենայնիվ իրենք պիտի մասնակցեն։ Ինչու՞։ Որովհետև մեր ձևով շարժման մասնակցություն նախ հնարավորություն կտար մենք տեսնեինք հանությունն էլ տեսներ թե ընտրական ինչպիսի վարկանիշ իրենք ունեն, սա մեկ, եւ երկրորդը իրենց մասնակցությունը կնվազեցներ ԿՊ-ի տոկոսները, կավելացներ մասնակցությունը, ընտրողների, այո, ես կարծում եմ իմ գնահատմամբ մի փոքր քիչներ նաեւ հաղթանակ դաշինքի ձայները, բայց դրա հետ արդեն ասի քիչներ ԿՊ-ի ձայները եւ նաեւ կավելանար մասնակցություն։ Ինչը ես երաշխավորված պարտություն կարող եմ համարել ԿՊ-ի համար։ Որևէ պարագայում ԿՊ-ն այդ դեպքում հաղթելու շանս ուներ, այսինքն ինքը կաներ այն դերը, որը ցավոք սրտի չկարողացավ անել Խաչատրյանը։ Քո հետ համաձայն եմ, թե ինչու չեն մասնակցել, կարծում եմ դեռևս կազմավորման փուլում են, պատրաստ չեն։ Հուսանք, որ մինչև գալի կամ արտահերթ ընտրությունները արդեն ամբողջությամբ պատրաստ կլինեն, բայց կրկնում եմ, որ քիչ է ուղղակի ասել գնացեք ընտրության, դու պետք է կոնկրետ մարդկանց Այդտեղ համաձայն եմ։ գոնե լավ 2-3 կուսակցություն անտաս, ասես այս 3-ից մեկը ընտրեք, որովհետև այդ call to action-ը պետք է նաև ունենա անպայման թիրախը որն է։ Ընդ որում պետք է ասենք, որ նաև այս հաղթանակը Նիկոլեն կարողացան տանել նաև միմիայն նրան շնորհիվ, որ Խոյ համայնքը միացրեցին Էշմիածինին։ Սա ուղղակի պետական ինստիտուտների պորնոգրաֆիա է, որովհետև մի համայնքը միացնել մի ուրիշ համայնքի զուտ ընտրություններում ավել քվե ստանալու համար, հիմա ասենք լավ է Արգիշտի Մեխակյան, ասենք Աչափնյակից չէր։ Աչափնյակը կմիացնեին, Այ մի հետարքիր բան կլինի, չէ՞, օրինակ եթե հիմա խոշորացած համայնքի ղեկավար օրինակի համար ընտրվի Բորիս Մուրազին, ապա մյուս ընտրություններին էլ Խոյը կառանձնացնեն Էշմիածինից, կասեն չէ, այդպես չի ստացվի, Խոյը թող առանձին լինի, Էշմիածին առանձին։ Էշմիածինը կմիացնեն Ստեփանակերտին ու կհանձնեն Ադրբեջանին։ Իրականում տես, ինչպես քաղաքական բոլոր արտաքին քաղաքական այլանդակություն է ուղղակի։ նույն ձև ներքինում է մեր մոտ, հա, այսինքն Նիկոլը մի օր արթնանում է, ասում է Տիգրանաշենը պետքա տամ, նույն ձև ինքը մի օր արթնանում է, ասում է Խոյը միացնենք բան։ Սա այսպիսի ապօրինություն, ես ասեմ, իմ կողմից ամենակննադատված նախորդ իրենցից առաջ եղած իշխանությունն էլ չի արել։ Սա պետական ինստիտուտների վրա թքյած ունենալու, ժողովրդի վրա թքը, որտեղ Խոյը արդեն համայնքի ղեկավար, այս ինչ բաներ էլի, հայտարարություն ուղղակի։ Դες հայտարարությունները գրեթե բոլոր օրերներում են։ Եթե մենք վերցնում ենք դատական համակարգ, ապա այսօր քիչ առաջ նաև դատարանը որոշեց 2 ամսով երկարացրել Սամվել Կարապետյանի կալանքը։ Միթե սա հայտարարություն չէ։ Սա դատական համակարգի կարգավորող խորհուրդը որոշեց։ Հիմա նայ օրինակի համար Բորիս ջան, վերցնենք լավ տարբերակ արտահերթ կամ հերթական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը։ Դուք պատկերացնում եք մոտավորապես ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանությանը, որպեսզի Հայաստանի վարկանիշը աշխարհում հետ բերի ինչ-որ մի մակարդակի։ Հետաքրքիր մի բան խոսակցության եկեք, այստեղ դուք պիտի ասելիք ունենաք կամ պիտի բացատրեք մեզ։ Մենք տեսնում ենք տոտալ ապօրինություններ, այսինքն ընտրություններում հավելյալ ձայներ ստանալու համար համայնքը միացնում են, չգիտեմ, մեկ այլ համայնքի հեցին լիցենզիայից ձեռքում են։ Դատարանը հիմար որոշումներ է կայացնում, հա։ Չգիտեմ, մարդը թքում է քաղաքացու վրա, դրա հիմքով քրեական գործ չեն հարցնում, բայց այդ թքողին հայողին կալանավորում են։ Անկախ իմ վերաբերմունքից հայողներին, հա, բայց ապօրինություններ են սրանք, շղթայ։ Հիմա այս ամեն ինչի парагում ձեզ ով ասեց, որ ասենք 2026 թվականին արձանագրվեց, ասենք ԿՀ-ն տեսավ թիվը, որ 53% ընդդիմությունն է հավաքական, ասենք 33% Նիկոլն է, մի 7-8%, չգիտեմ, իր սատելիտներն են։ Ինչու պիտի կամ ինչն է ձեզ վստահություն տալ, որ ԿՀ-ն դուրս կգա, այդ մեծ քթով տղեն, ասի հաղթել է ընդդիմությունը։ Դες հարցը վստահությունը չէ, հարցը տիրոք շատ կարևոր է։
բայց հարցը հետևյալն է։ Ես միշտ ասում եմ, որ մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը տապալվեց նրա համար, որտեղ ինքը գիտեր, որ ինքը պարտվել է։ Եվ իր շրջապատ իրենք բոլորիցս լավ գիտեին, որ իրանք իրականում պարտվել են եւ իրենք չեն ստացել ժողովրդի այն քվեն, որը բավական է իշխանություն վերցնելու համար։ Երբ որ մենք դիտարկում ենք ընտրությունները որպես քաղաքական process, պետք է հասկանանք, որ նաեւ այդ ընտրությունների ժամանակ երրում է ընդհանուր քաղաքական դաշտը եւ այդ քաղաքական ընտրությունը կարող է վերածվել շատ լուրջ փողոցային ալիքի, եթե իշխանությունը փորձի կեղծել այդ ընտրությունը։ Նայ փոքր կեղծումները չեն վերածվում լուրջ փողոցային ալիքների, բայց եթե դու վստահ ես, որ դու հաղթել ես, դա նշանակում է, որ 100,000-ավոր մարդիկ քո հետ միասին դուրս են գալու կռիվ տան, որտեղ իրանք գիտեն, որ հաղթել են։ Ընդ որում այս դարում չես կարող ուղղակի նկարել թիվը, Բորիս ջան, որտեղ մենք տեսնում ենք, չէ՞ թե Գյումրիի ընտրությունների ժամանակ, թե Իջմիածնի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դաշտը փայլուն աշխատանք է անում, ընդ որում պետք է նաև անուն տանք, Գոհար Մելոյանը շատ լավ գործ է անում on-line ռեժիմով, ամեն ինչը թիվ առ թիվ ասում է բոլոր բաներից, հա, նախընտրական այդ շտաբերից։ Այսինքն մենք եւ հայ ժողովուրդը իմանալու է իրական պատկերը մինչեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարումը։ Եվ Աստված մի առասցե, եթե Նիկոլը փորձի դա կեղծել, ապա այս կասկած չունեմ, որ հաղթանակի դեպքում փողոցով է նա տապալվելու եւ տապալվելու է դաժանորեն, ու ինքն է դա գիտի։ Դրա համար ստե հարց է գալի, որ ինչու է նա որոշ չափով հանգիստ, որովհետև ցանկացած ընտրության դեպքում Նիկոլը շատ լավ հասկանում է, որ նա լինելու է երկրորդ կամ երրորդ ուժը ազգային ժողովում իր համար վատագույն սցենարով։ Ինչ իրեն ժամանակ է տալու երկրից շատ հանգիստ ձևով գնալ, որովհետև այնպես չի, որ ընտրությունները կայացան ու մյուս օրը Հայաստանը ունի նոր վարչապետ, այդպես չէ։ Ժամանակ է անցնում։ Այդ ժամանակը Նիկոլը օգտագործելու է իր ինքնաթիռով եւ իր ընտանիքով Հայաստանը լքելու համար։ Մի այլ հարց է, որ իր համար ծառայողները երբ որ իրավապահ համակարգածը ոստիկանությունը տեսնելու են, որ փոխվել է տերը, իրենք ծառայելու են նոր տիրոջը։ Նոր տիրոջը ծառայելու են 1-2-3 շաբաթ հետո, ոչ, չէ, հասնելու է, մացավում դա ասում, բայց հասնելու է եւ ինքը դա շատ լավ գիտի։ Նույնը արել է Սաակաշվիլին։ Ընդ որում գիտես շատ նման են кейսերը Հայաստանի եւ Վրաստանի, այն այսքան ելևեջները, որոնք այս երկու երկրները ասում են, շատ նման են։ Նույնը եղավ Սաակաշվիլիի դեպքում։ Ընդ որում Սաակաշվիլին այսօր Վրաստանի ազգային ժողովում ունի համակիրների բավականին մեծ խմբակ։ Հասկանաս, այսինքն Նիկոլն է 100 տարի անցել Հայաստանի Հանրապետությունում, ունենա ինչ որ բանին աղանդի նմանվող ինչ որ խումբ, հիմա դա կլինի 5% ընտրազանգվածի թե 6, բայց ունենալու է մարդկանց, որոնք միջև վերջ ասելու են, որ սուրբ էր, Նիկոլը սուրբ էր։ Բայց կրկնում եմ, ընտրությունները կեղծել, Բորիս ջան, դու կարող ես տարբեր մեխանիզմների դիմես, որ հաղթես, ինչը իշխանությունները սովորաբար անում են։ Բայց եթե դու տեսնում ես, որ դու պարտվել ես ուղակի թիվ գրես, ինչը Հայաստանում մի անգամ ըստ լուրերի եղել է, հա, դա եղել է Վազգեն Մանուկյանի հետ կապված 96 թվականին, երբ որ բոլորը գիտեն, որ Վազգենը հաղթել է, մեկ է ԿՀ-ն գիշերը ժամ 12-ին հայտարարեց, որ պարտվել է։ Հիմա մի այլ հարց էր, որ Վազգեն Մանուկյանը չկարողացավ փողոցը վերածել իշխանության։ Իմով ասել, որ այս նոր ընդդիմությունը կարողանալու է։ Ես կասկած չունեմ, մի այլ հարց է, որ մենք պետք է այս ամբողջ process-ի ընթացքում նախընտրական պայքարը նաև տակ պահենք փողոցով։ Եվ ընտրություններին գնանք, Բորիս ջան, պատրաստ ոչ թե Էջմիածնի պես լինեն կուսակցություններ, որոնք շեմը չեն արտահայտում։ Չպետք է այդպես լինի։ Ընդդիմադիր դաշտի բոլոր խաղացողները պետք է գոնե մեկ անգամ իրենց կյանքում մեկ սեղանի շուրջ նստեն, խաղի ճիշտ կանոններ մշակեն եւ կրկնում եմ, ոչ մի վատ բան չկա դրանում, որ ինչ որ տարբեր ընդդիմադիրներ կմիանան իրար, որպես դաշինքներ կմասնակցեն, բայց բոլորս կիմանանք, որ ի վերջո այս մարդիկ միանշանակ անցողիկ շեմա անցնելու են։ Դա շատ կարևոր է, որովհետեւ հավատա ընտրություններից առաջ դու կարող ես բոլոր հաշվարկները մաթեմատիկորեն ճիշտ անես եւ հաղթես։ Սա հնարավոր է։ Նաեւ կներես մի բան էլ ասեմ, Էջմիածնի ցույց տվեց, որ Նիկոլը սատելիտ էլ չունի։ Այո, դա շատ կարևոր չէ, Նիկոլը չունի այն ուսակցությունները բաները, որոնք իրան օժանդակելու են իր 50+-ը ապահովելու համար։ Սա էլ է շատ կարևոր։ Սա դիտարկում է, որ պետք է կրկին մեր ժողովրդի համար ազդակ լինի, որ Նիկոլը իրականում մնացել է մենակ։ Լավ է պետական ռեսուրսը օգտագործելու, լավ ընտրություններից առաջ հայտարարելու է, որ չգիտեմ, լույսի գինի իջացնում եմ,
Նման բաներ իհարկե լինելու են, բայց նաև շատ կարևոր է հասկանալ, որ HPA-ցինում մենք նաև տեսանք ինչը, որից կրկին մի կարևոր բան։ Ժողովրդի համար կարևոր են խոստումները։ Սա էլ է շատ կարևոր փաստ։ Այսինքն մարդկանց ուղակի անպագորգոր ճառերով չես կարա քաշես կոկոմ։ Պետք է հստակ խոստումներ տաս, այդ թվում սոցիալական բնույթի։ Եվ դա հաշվի առնելով ընդդիմությունը պետք է ճիշտ պատրաստվի ընտրություններին, որովհետև ես համոզված եմ այս ժողովրդի վրա, ես կասկած չունեմ, որ ճիշտ քվե են տալու ճիշտ մարդկանց, մի այլ հարց է, որ մենք դի ճիշտ աշխատենք այդ մարդկանց հետ։ Հասկանանք ինչի կարիք ունեն մարդիկ, ինչ են ուզում տեսնել բացի խաղաղությունից, որը միանշանակ շատ կարևոր է, բայց կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց լուծումը ընդդիմությունը միանշանակ կարող է տալ։ Բա արդեն վերջին հարցը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ վաղարշապատցիները լիցքավորել են իրեն։ Առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակել։ Դուք տեսաք այդպեսի լիցքավորում։ Ես բացարձակապես նման բան չեմ տեսել, նախ եւ առաջ պետք է թվերին անդրադառնանք, կոնկրետ վաղարշապատում Նիկոլը պարտվել է ընդդիմությանը։ Սա փաստ է։ Այսինքն վաղարշապատին չի տվել Նիկոլին բավական քվե վաղարշապատում հաղթանակ տոնելու համար, եւ սա փաստ է, որ այդ Նիկոլը չի կարող վիճել։ Բացի դրանից ակնհայտ է, որ նա փորձելու է, իր հարցակումը եկեղեցու վրա շարունակել։ Ոչ մեկիս համար դա գաղտնիք չէ, որ ինքը երբ որ ինչ-որ մի բանը սկսում է բզբզել, միջև վերջ բզբզում։ Ես կասկած չունեմ, որ չի ստացվելու իր մոտ եկեղեցին քանդել։ Ես նաև կասկած չունեմ, որ ԱԱՑ-ի օգտագործմամբ իրանք բոլոր մարդկանց վրա փորձում են կամպրոմատներ հավաքել, որոշ եկեղեցական ծառայողներին կանչում են, այդ կամպրոմատը ցույց են տալի եւ այդպես քաշում են Նիկոլի կողմ, ստիպում են աշխատել Նիկոլի համար, դա իհարկե կա, բայց ընդհանուր եկեղեցին որպես կառույց քանդել չի ստացվի։ Չի ստացվի իր մոտ, որից եւ միշտ ասել եմ, նորից եմ ասելու։ Եկեղեցին դա վերջի հանգրվանն է, որը Նիկոլը մնալու է։ Ինքը մնալու է այդ եկեղեցու տակը եւ այդ հաղթանակը, որը տոնելու է հայ ժողովուրդը, ոչ թե ընդդիմությունը։ Մենք մոտ ենք այդ հաղթանակին։ Պետք չի հուսահատվել Էջմիածնի ընտրություններից, որտեղ իրոք հուսահատվելու բան չկա։ Կար մեկ տեխնացու, որ ակնհայտորեն շատ ձայներ հավաքեց ընդդիմադիր, կային ընդդիմադիրներ, որոնք բավականաչափ ձայներ հավաքեցին, բայց կա փաստ, որ մեզ պետք է երկրորդ ուժեղ ընդդիմադիր ուժ։ Ես հույս ունեմ, որ մեր ձևով շարժումը կամ մի այլ շարժում կարողանան գրավել այդ երկրորդ պատվավոր տեղը կամ առաջի տեղը, թող Հայաստան դաշինքը դառնա երկրորդը, թող ոչ մեկին չթվա, որ այսինքն բանա մեր համար, շատ լուրջ խնդիր է դա, ոչ, մեր համար խնդիրը Նիկոլի մնալն է։ Եվ Նիկոլի ձերբազատվելու ճանապարհը շատ հստակ է։ Ուժեղ ընդդիմադիր դաշտ, կուռ ընդդիմադիր դաշտ, որը այդ ընթացքում ոչ թե իրար դեմ է պայքարելու, այլ աշխատելու է իր ռեյտինգը բարձրացնելու վրա։ Շատ շնորհակալ եմ պարոն Վարդանյան հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում եի Արա Վարդանյանի հետ, տեսություն կհանդիպենք։